Միեդը կասկածի տակ է դրել Դավիթ Տոնոյանի կալանքի իրավաչափությունը, պահանջելով Հայաստանի Հանրապետության կառավարության բացատրությունը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գանգատը կապված ազատության եւ անձնական անձեռնխելիության իրավունքի հնարավոր խախտման հետ եւ այն պաշտոնապես հաղորդել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Գործը քննվում է կայուն նախադեպային իրավունքի ընթացակարգով, ինչը նշանակում է, որ բացրացված խնդիրների վերաբերյալ դատարանն արդեն ունի ձևավորված դիրքորոշում։ Գանգատը վերաբերում է կալանքի օրինականությանը, դրա տևողության հիմնավորվածությանը եւ դատական որոշումների պատճառաբանվածությանը։ Միաժամանակ Հայաստանի վճռաբեկ դատարանում նույն հարցերով բողոքը 1 տարուց ավելի է մնում է առանց որոշման, մինչդեռ դատական գործընթացը շարունակվում է։ Հրայր Թովմասյանի մեղադրական դատավճիռը վերջնական է դարձել եւ այլևս չի կարող բաղաքարկվել։ Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարի 12-ից մտել է օրինական ուժի մեջ։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը մերժել է թե դատախազության, թե մեղադրյալի եւ նրա պաշտպանի բողոքները վարույթ ընդունել է։ Ավելի վաղ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Թովմասյանը մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով։ Միևնույն ժամանակ նա ազատվել էր քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետների անցնելու հիմքով։ Վճռաբեկ դատարանի վերջին որոշմամբ գործը իրավական առումով փակվեց։ Հայաստանը 2025-ին ԵԱՏՄ շուկաներում կտրուկ մեծացրել է իր սննդային արտահանումը։ 2025 թվականի արդյունքներով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև ներքին առևտրի ծավալը հասել է մոտ 95 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսական հարցերի կոլեգիայի անդամ Դանիել Իմանալիևը։ Նրա խոսքով միության ներսում աճ է գրանցվել մի շարք ոլորտներում՝ սննդամթերք, տեքստիլ եւ կոշիկ՝ շուրջ 20%, փայտանյութ եւ թղթային արտադրանք 14%։ Իմանալիևը նշել է, որ Հայաստանը 15% ավելացրել է մրգի եւ բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ, իսկ թարմսառեցված ձկան արտահանումը աճել է 21%։ Միաժամանակ ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը կազմել է արտաքին առևտրաշրջանառության մոտ 20%-ը։ Թալինում բենզալցկայանի պայթյունը խոշոր հրդեհ է առաջացրել։ Ծուխը տեսանելի է եղել մինչև 1 կիլոմետր հեռավորությունից։ Այսօր ժամը 15:50-ի սահմաններում քաղաքի վարչական տարածքում գործող բենզալցկայանում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ։ Ահազանգը ստացվել է ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում, ինչից հետո դեպքի վայր են մեկնել Թալինի հրշեջ փրկարարական ջոկատի 2 մարտական հաշվարկներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամփյանը, նախնական տվյալներով տուժածներ չկան, սակայն ոստիկանությունը շարունակում է ճշտումները։ Բարեկային ծառայությունը տարածքը սահմանազատել է, իսկ պայթյուն հրդեհի պատճառները պարզվում են։ Այսօրվանից սկսվում է մեծ պահքը, որը տևում է 48 օր մինչև Սուրբ Հարության տոնի նախօրեն։ Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մորի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից եւ այլ մեղքերից։ Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ եւ քավիչ զորությունը ստանալու համար։ Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի 40-օրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը։ Մեծ պահքն ունի 7 կիրակի, 7 հիշարժան օրեր։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։